Ամենին բալուս կամ բարիգուն, չգիտեմ ումը ոնց է։ Քանի պրոբկի մեջ եթում եմ, մոտանայինք։ Հələ մի 10 կիլոմետր սենց պետք է գլվելալով եթեմ, էլի։ Երկու հարցի մասին սենց թեթևի մեջ խոսամ, անցնեմ առաջ։ Ոչ թե խոսամ, այլ հարց տամ, ուղղակի հարց, որը հետաքրքիր է ինձ։ Երեք թե երեք չեմ իսօր էլի երաժշտություն լսելով սենց գնում էի, ու ֆեյսբուքյան ու եթերով։ Մի ասել է երաժշտություն լսելով եթում էի։ Իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը գրեց, որ ամսի 28-ին, այսինքն վաղը, Մեծն Կապիտուլյան Նիկոլ Փաշ կարող ալնի 25 պլյուս։ Մեծն Կապիտուլյան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հերթական հարձակումը պետք է լինի վեհարանի վրա։ Ըստից առաջանում է իմ մոտ մի հատ շատ հետաքրքիր հարց։ Մի հատ էլ բոզի տղա կա, բարոյապես բոզի տղա էլի։ Ինքը այն մարդկանց, ովքեր հավաքվել էին վեհարանը պաշտպանելու մի քանի օր առաջ, երբ որ Նիկոլ Փաշինյանի 10 տիրադավները գնացին այդ բրեմենյան երաժիշտների պես երկելով, պարելով, չգիտեմ, վարդի թեփուկներով, ֆռացին եկան, ախրանայով, լորիսն էլ ուղեկցում ախրանայի մեջ, ուսուսի տված, առլուծի նման։ Գնացին, վանքի կողերը, ֆռացին եկան։ Այդ մարդկանց, ովքեր հավաքվել էին վեհարանի բակում, պաշտպանելու եկեղեցին և ամենայն հայոց կաթողիկոսին։ Անվանում է փնթիներ, հա, տգետներ, իրա ուղիղ եթերով, բայց ինքը չկայացած բոզի տղա է, այն ոլորտում, որի ուղղությամբ ինքը սովորել է։ Կամ է տենց սափերով անձնավորություն, էլի, մազերը սենց ճենջավարի սաներած հետև, բերանը ջրկալած, սենց պրպրած խոսում է։ Հաղորդումն էլ կոչվում է Впереди камера на полосу. Հա լավ, կամերա на полосу։ Впереди камера на разметку. Քրքրվան Գեթալովյանը։ Այդ տգետը, այդ բարոյական օրենքներից զուրկը, վեհարանի բակում հավաքված մարդկանց անվանում է փնթի տոլի եսին ինչ, իրա եթերում, բերանը ջրկալած։ Չեմ ուզում խոսամ այդ ջենջի մասին, որտեղ ինքը այդքան չկա։ Ինքը չկայացած ղախպի տղա է, հոգեպես։ Հիմա հարց։ Էլ եմ կրկնում, երեք թե երեք չեմ իսօր իմ ընկերներից մեկը գրեց, որ ամսի 28-ին, այսինքն վաղը, հերթական ներկայացումն ալնելու վեհարանի վրա։ Այսինքն այս նոր տարվաս նախաշեմին, հա, քանի որ իրանք խոզի միշտ չեն ուտում, թրքացած հայերը։ Այն որ ասում են հա ինչ կլինի, բենզին լցենք այդ հայելի, թուրքական է, ոչինչ։ Բայց իրանց համար վաբշե պոխույ մարոզա է, որ Արցախում բենզինը տրակավ, երբ որ հղիկինը վառվել էր, մարդիկ երեխուն փրկելու համար երեխուն հանել էին, հա, որ երեխեն փրկվի, երեխեն սաղ էր իր այդ փորի մեջ։ Պորտալարը կտրել են, երեխեն մահացել էր։ Այսինքն երեխեն էլ այդ մերը վառվել էր, բայց երեխեն կենդանի էր մնացել։ Այդքան զոհ, այդքան անհետ կորած, բենզինի պայթյուն, հիմի բենզինի կռիվ են անում, թե որ բենզինն է լավը։ Ու մարդիկ համեմատություն են անում, ասում են, ես թուրքական շոր եմ հագնում, թուրքական ադրբեջանական բենզին խիտ պետք է չլցեմ ավտոս։ Լցեք վայելեք։ Ինչքան ադրբեջանական բենզին լցող կա, բոլոր զոհված տղեկը լցեն ձեր կերածի մեջ։ Վայելեք։ Ադրբեջանական բենզին եք լցում, հա։ Մինչև ադրբեջանական բենզինի Հայաստան գալը դուք ավտո չեք քշում, թեմայից չշեղվեմ։ Ամսի 28-ին, այսինքն վաղը, Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է հերթական արշավը վեհարանի վրա։ Այն որ Նիկոլ Փաշինյանը ծննդյան վկայականով գրու պեչատու, անձնագրային բաժնով հաստատած, Լուբա Կրեմլ, բոզի տղա է, էդի գիտեն հազարավոր, միլիոնավոր հայեր։ Հարց ամենայն հայոց կաթողիկոսին։
Հարգելի կաթողիկոս, հարգելի վեհապարտեր, ինչու նախնդիր է, որ դու այդ 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոսներին կարգալույս չես արել մինչև այս պահը։ Հա, ինչ որ ժողովներին մասնակցելու իրավունքից զրկել ես, հա։ Հետո մարդիկ փաստացի նստած հմեկի կամ եսի որ տաղավարներում ձեզ անվանում են ագենտ, շպիոն, հա։ Դրանով խաղալով համ ձեր վարկանիշի հետ, հա, խոսքի օրինակ։ Համ էլ մեր երկրի ազգային դիմագծի հետ։ Այդ բարություն ասեմ, խոնարհություն ասեմ, դուք չեք ուզում հասկանաք, որ ոչ թե կոնկրետ դուք, ես վեհապարի հետ եմ ես sense հեռակաձևաչափով խոսում, այլ ընդհանրապես բոլորը չեք ուզում հասկանաք, որ մերօրյա իրականության մեջ արդիական չի։ Այսինքն հիմա կրկվում է այն ամեն ինչը, ինչ եղել է 15 թվին։ Երկու օրինակ։ Էսի մեկ, որ կարգալույս չեն արվում հոգևորականները, ու քացով ворներին խփելով չեն լարում եկեղեցական պաշտոններից։ Խի։ Իրանք միացել են ձեր ասելով ազգակործան, հա։ Շատ եկեղեցականների ասելով ազգակործան իշխանությանը, պայքարում են, որ իբր թե ձեզ հեռացնեն պաշտոնից, խաղալով իմ ազգային եկեղեցու, իմ ազգային դիմագծի հետ։ Խի չեք կարգալույցանը մեծ հոգևորականներին, ձեզ ինչն է խանգարը։ Հա? Քրիստոնեաբար ներում եք։ Չէ։ Ինչի պետք է ներեք մենք հերթական անգամ խայտարակելնենք։ Հերիք չի մենք խայտարակելնենք։ Այդ խոնարհությունն ու հեզությունը ես չեմ կարող հասկանալ։ Ոչ մի ձև։ Եկեղեցականին վայել պահվածքով հա խոնարհություն, մեծահոգություն, բայց չէ որ հենց քրիստոնեական դավանաբանության մեջ հասարակ օրինակ այն կերպար կար, չէ, Սամսոն, որ իր ուժը մազերի մեջ էր։ Քրիստոնեությունը երբեք չի ասմունքի ասե մի սատկացրա նրանց, ովքեր սրով եկել են քո վրա։ Սրով եկածը սրով պետք է ինգնի, չէ։ Նույնիսկ երբ Սամսոնի մազերը կդրում են, ասես մի թեթև օրինակ, դա իմ միտքը չի։ Երբ որ շղթայակապ կապում են այդ սյուներից բետոնի, դրա մասին կինո էլ կավ այդ է։ Ինքը հայացք գցելով վերև ասում է. Տեր Աստված, դու ինձ վերջի անգամ ուժ տուր, ես նրանց հախից գամ։ Հա? Ու քանդելով այդ սյուները, որտեղ ինքը շղթայակապ կապված է, սատկացնում են բոլոր այն հավաքվածներին, ովքեր կանգնած ձեռ էին առնում իրան, հա? Չգիտեմ, իր Աստծուն էին ձեռ առնում, այսինքն Աստված չի ասում, որ չի կարելի պատժել մարդկանց, այդպես բան չի ասում, հա, ներողամիտ պետք է լինես, բայց չափավոր, ներողամտությունն էլ դի չափ ունենա, կամ երկրորդ օրինակը, ըստ աստվածաշնչյան կամ քրիստոնեական դավանաբանության Աստված իր միածին որդուն, հա, Քրիստոսին, ուղարկեց երկիր, ով անցավ բազում դժվարությունների միջով, ճիշտ է, բազում դժվարությունների միջով անցավ, անարգվեց փարիսեցիների կողմից, հա, վերջում էլ խաչվեց, բայց այդքանով հանդերձ երկնային Տերը, երկնային գրասենյակը մեզ ցույց տվեց, որ Աստված սիրում է ուժեղներին։ Դա էլ իմ միտքը չի։ Այսինքն Քրիստոսը ընդունվեց, չէ՞, մարդկանց կողմից։ Դրանով Աստված ցույց տվեց, որ դու կարաս անցնես բազում դժվարությունների միջով ու ուժեղ լինելով հանդերձ սիրված լինես ժողովրդի կողմից։ Այլ ոչ թե նվաստացած, այլ ոչ թե, չգիտեմ, գլուխդ կախ, հմից բան չեք անում, ես թեթևի մեջ օրինակ, կարգալույս չեք անում 10 եպիսկոպոսներին, խի, անումն ինչ եք դնում, նույն հռետորաբանությամբ չակերտների մեջ և նույն տրամաբանությամբ կալանքի տակ գտնվող Բագրատ Սրբազանը իր ձևակերպմամբ նեռի իշխանությանը տվեց 40 րոպե, դա այն պարագայում, երբ որ
18 թվից մինչև այդ օրը, մայիսի 9-ը, այդքան ժողովուրդ հրապարակում հավաքված չկար, մարդիկ հավաքվել էին հստակ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդտեղ նույնպես առաջ բերվեց խոնար քրիստոնեաբար մոտեցման խնդիրը, խի, ես չեմ հասկանում, կոնկրետ ես ու իմ նման ես վստահ եմ հազարավոր հայեր զզվել են այս ազգային ինքնասիրության այդ ամենացածր մակարդակից, որ այս լրբի բալեն աննման մեր երկրի, մեր ժողովրդի հետ։ Զզվել եմ, ինչքան կարելի է իմ ճակատին հո գրած չի ես կամ էշ։ Ես խի պետք է այդքանը, ասենք, ծերպի տանեմ։ Որպես ինչ։ Ամեն անգամ Впереди камера на разметку. Հրանի վրա, ես իմ, չգիտեմ, հոգևորականները հմեկի տաղավարում կաթխիկոս են քլնգում։ Ու այդ այն պարագայում, որ դրսում ապրող հայ ասում է լսեք ուրիշ ազգերին։ Ես այն երկրի ներկայացուցիչն եմ, ով առաջինը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այդ մարդիկ խնդում են մեր վրա։ Ասում են, արա եղբայր, ձեր ընդունած քրիստոնեության սկզբունքներն է սա։ Որ մի ողջ ժողովուրդ, մի ողջ ազգաբնակչություն համակերպվել է ազգային ստորացման հետ։ Հա։ Ինչ պատասխանենք այդ պարագայում։ Նիկոլ Փաշինյանի պես ասենք նախկիններն են մեղավոր։ Հա։ Հերիք է։ Իրոք հերիք է։ Ամեն ինչ իր չափի մեջ է գեղեցիկ։ Հա, ներողամտաբար մի անգամ ներեցիկ է ձեր հոգևոր եղբայրներին, բարձրաստիճան հոգևորական, բայց ինչքան կարելի է ձեր ներելու արդյունքում մեր բոլորի ազգային ինքնասիրությունը իշտում է, էլ տեղ չկա իշնելու։ Ինչ օրինակ բերեմ, նիկոլական ոստիկաններից ոմանք, որոնք կորում են ոստիկանի համազգեստ առանց հասկանալու ոստիկանի բուն գործառույթները, ձեր առաջ կանգնեցին պատնեշի նման, չթողեցին, որ դուք այցելեք Սարդարապատի հուշահամալիր։ Խի։ Հարգելիներս, ովքեր իրանց ասում են մենք դեմ ենք Նիկոլի իշխանությանը, էսի պիտի հեռանա։ Ես որպես քրիստոնյա հայ ուզում եմ ամանորի գիշերը ոնց որ կարգն է, հա, ոնց որ ձևն է։ Կոնկրետ ես լսեմ վեհապար հայրապետի խոսքը, հետո թող ելույթ ունենա ոման հոգեկան հիվանդը, որի դե պարագայում ես կանջատեմ, հələ մի րոպես միլիցան զազաներին թողենք, կամ սկորի հետ, ինչ է հետ, միլիցեկը սկորի հետ, արյանցին չես, ես ուզում եմ այդ ավանդույթը մնա, ես շատ բան եմ ուզում, չէ, շատ բան չեմ ուզում ես, գնաց, երկու հատ սկորի վրա, հավարի ադեմ է, Այմարդ ես սիրում եմ, չեմ սիրում անձնապես կաթողիկոսին, դա իմ մոտեցումն է։ Հայրից շատերը իրանց ընտանիք կազմելուց, հա, ընտանիք կազմելուց, ամուսնանալուց, բացի ԶԱԳՍ-ի ինստիտուտով գրանցվելուց, մարդիկ ձգտում են, որ եկեղեցու կողմից էլ օրհնված լինի իրանց պսակադրությունը։ Հենց այնպես են անում, չէ։ Որտեվ երբ որ հայը մտնում է կամ մարդ մտնում է եկեղեցի, իմ մոտը տենց է, ինչ-որ մի հատ արտասովոր, ինչ-որ աուրա կա եկեղեցու մեջ։ Խունկի հոտը, լռությունը կամ շարականների կամ ժամերգության, չգիտեմ, այդ հնչողությունը։ Հիմի դուք ասում եք, հոգևորականները մեղք են, կարգալույս չեն կանան։ Լավ, դրանք ինչ հոգևորական։ Ոնց կարան դրանք լինեն հոգևորական, որ ձեր հետ մի սեղանի շուրջ նստած հաց են կերել, հիմի հելեն ասում են ինքը ագենտ է։ Ու վաղը ըստ մարդկանց գրելու պետք է հերթական արշավն լինի վեհարանի վրա, որպես ինչ։ Այս ժողովրդին ինչքան եք տանելու բերեք սենց։ Տանեք բերեք։ Հա՞։ Չգիտեմ, որոշողը դուք եք, նադի։
ես այդ շատ առանց արդեն չափերից դուրս ներողամտությունից ես ձեր ներողամտությունը չեմ հասկանում։ Էդի մենք։ Անցնենք քեզ Նիկոլ Փաշինյան, դու մեկ էլ Սուրեն Բաբիկյան։ Նիկոլ Փաշինյան, հիշում ես դու միջև իշխանության գալը ինչ լոզունգներ էիր քարոզան խոսում, ինչեր էիր խոսում вообще։ Ասում էիր Ալեքսանդր Սարգսյանը, Սարգսյան Սերժի եղբայրը 50-50-ա բոլորի հետ։ Ճիշտ է։ Ու ինչ եկել ես իշխանության, ասում ես ոչ կոռուպցիային։ Կոռուպցիա չկա։ Բայց դու քո ձեռով այդ մեզ որպես ազգի խայտարակ։ Դուշևո լեյկեն քանդում ես, ասում ես այս դուշն ինչ արժի։ Սմետայով նայում են այդ գնացուցակով, ասում են 70,000 դրամ։ Տալիս ես մեկի ձեռը, ասում ես գնաց դուք ինչ արժի ես, լեյկեն, ցնցուխը։ Էդում գալու է ասում է 500 դրամ։ Այսինքն 140 անգամ գերազանցել է այդ դրա գինը։ Քանի հատ տես լեյկա են առեդրե պետության բյուջեի հաշվին։ Դու կլնգում էիր Սերժ Սարգսյանի աղբոր Սաշիկ Սարգսյանին, Ալեքսանդր, ասում էիր սաղի հետ 50-50-ա։ Շատերը գիտեն կամ շատերն էլ չգիտեն, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենսգրքի մեջ կա կետ, օրենք, որ հայ զինվորականը, երբ որ 20 տարի եւ ավել ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ինքը պետության կողմից արժանանում է ինչի բնակարանի, այսինքն պետությունը իրան ապահովում է բնակարանով։ Հա? Պետությունը դի բնակարան է այդ մարդուն։ 20 տարի ինքը իր առողջություն, իր կյանքը դրել է զինվորական գործի մեջ։ Համի հարց։ Քանի զինվորական ես տուն տվել, դու մեկ էլ Սուրեն Բաբիկյանը, հեն բոզի տղա։ Ասեմ ավելին, զինվորականներին խես առաջարկում այդ բնակարանի գնի 50%-ի չափով սերտիֆիկատ տալ։ Հա? 50%-անով սերտիֆիկատը ո՞րն արա։ Հարց քեզի։ Երկրի արտաքին պարտքը 15 միլիարդի շեմը հատել է։ Եթե դու չես կարող զինվորական ծառայություն անցած, երկրին ծառայություն մատուցած զինվորականներին բնակարանով ապահովես, որ այդ մարդիկ ի վերջո հասկանան ինչի ման ծառայեն։ Տրամաբանական հարց։ Впереди камера на разметку. Բայց դու որպես պետություն, չնայած քեզից ինչ պետություն, անձնագրային բաժնով բոզի տղա։ Խոսում էր 50-50-ից Սաշիկին։ Ուր է այդ բնակարանները, խիչ են ստալի զինվորականներին։ Հե Սուրեն Բաբիկյան։ Քո հետ եմ, բոզիս լակոտ։ Այն որ երեսի դու ոռիկ թշերը չի տարբերվում։ Ստել են նախկինները մեղավոր։ Հա։ Քանի տարի իշխանության եք։ Ինչ է նշանակում 20 տարի զինվորականը ծառայի աֆիցերը։ Հետո կհասնի բնակարան ստանալու պահը։ Նիկոլ Փաշինյանն ասի 50%-անով սերտիֆիկատ եմ տալի։ Բնակարանն արժի 20 միլիոն դրամ։ Էսի քեզ սերտիֆիկատ 10 միլիոն դրամ։ Գնան վեկան։ Ու կան զինվորականներ, ովքեր չեն համաձայնվում այդ տարբերակի հետ։ Գնում են դիմում են դատարան, ու իրանք հաղթում են դատարանում, որտեղ կա օրենսդրություն, հա, քիչ թե շատ։ Ասում են, տեսեք, սա մեր սահմանադրության մեջ գրած կետն է։ Պետությունը ինձ պիտի տա բնակարան, ես 20 տարի տնից տեղից կդրված ծառայել եմ զինված ուժերում։ Բայց մարդիկ կան վերցնում են այդ սերտիֆիկատը, խի, ստիպված են։ Համի հարց։ Դու էլի պետք է հելնես 26 թվի նախա այդ ընտրությունների նախաշեմին գորած նախկինն են մեղավոր 50-50 էր անամ Սաշիկը, բայց դու խես բնակարանների գնի կես փողը ում որն ես կողում։ Հա, այն պլինջը իր քթից հանող շարիկ սարքող հրաչուհի Հակոբյանը, որ ԱՄՆ տեղ անշարժ գույք ձեռք բերի, այն որ պարկովկում էր իրան մոտեցան ասին սերդ կփոխեն բոզի տղա։ Վախից շուշերից սեղ խոսում էր, բայց մի հատ ապրոտկա չէր ֆռռում։ Եկավ կայնավ լրագրողների մոտ, ասեց ինձ անպատվել են ԱՄՆ-ում։ Լավ են արել։ Սերդ էլ պետք է փոխեին։ Բայց դուք ինչ եք մտածում։ Դուք կարաք երգիր քանդեք, դուք կարաք Արցախ հանձնեք, ձեզ պետք է ասեն բարիքյալն է։ Впереди камера на разметку.
Ավել բան չկա խոսել, երևի ես կապ։